Լոռու և Տավուշի մարզերի դենտոֆուդոկան շոտոկան կարատեդո մարտարվեստի գավաթի խաղարկությանը Վանաձորում մասնակցում էին Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի և շրջակա գյուղերի 7-ից 17 տարեկան շուրջ 70 մասնակիցներ։ Տարին ամփոփող մրցաշարն անցկացվում է անհատական կատա, անհատական կոմիտե, թիմային կատա և MB կոմիտե մարզաձևերից։ Անհատական կատան իրենից ներկայացնում է երևակայական մենամարտը, որ մարզիկները կարողանում են ցուցադրել իրանց շարժումներով, թե ինչպիսի ինքնապաշտպանություն են ցուցաբերում եւ բոլոր կողմերից հարձակումների դեմ ինչպես են պաշտպանում։ Հարցեր առաջացավ, մրցավարը հրավիրում է բոլոր մրցավարներին, որպեսզի խորհրդակցեն, այդ կասկածելի բաներ չլինի, որ կարողանան ռեալ մրցավարական արդյունքներ տան։ Հիմա մրցավարները եկան ընդհանուր եզրակացության եւ կարմիր դրոշակով ակա գույնը տվեցին, այսինքն աջ կողմի մարզիկը հաղթեց։ Մրցաձևով զբաղվում են նաև աղջիկները։ Այս պահին 3 աղջիկներն են մասնակցում թիմային կատա մրցաձևին, Հեյան Յոնդա կատան են անում եւ ինչպես տեսնում եք, պիտի միաժամանակ սինխրոն կատա կազմակերպի։ Բոլորի շարժումների արագությունը պիտի անպայման համապատասխանի, ձայները, շնչառությունը անպայման պիտի համապատասխանի եւ սա իրենք երեխաները իրենք ինքնուրույն մտածում են, թե իրենց որն է համապատասխան շարժումները եւ տեսնենք ինչ են փորձել։ Չի ասի, որ բարձր մակարդակի են պատրաստված, բայց բոլոր դեպքերում արդեն իրենց գործողությունները նկատվում է, աշխատանք նկատվում է։ Բնականաբար ունեն թերություններ եւ ոչ բարձր գնահատականներ կստանան իհարկե։ Առաջին հայացքից այս մարզաձևը աղջկա համար չէ, բայց իրենք մարզաձևով զբաղվող աղջիկները փաստում են ճիշտ հակառակը։ Այս սպորտը մարտարվեստ է եւ ինձ թվում է աղջկամանրան ունի մեծ նշանակություն, քանի որ սովորում ենք ինքնապաշտպանություն եւ ընդհանրապես չի խանգարում աղջկան իր տեսքի մեջ մնալու համար։ Տարվա մեջ անցկացված մրցաշարերից այս մեկն առանձնանում է նրանով, որ 2011 թվականի վերջին մրցաշարն էր ու անգամ մենամարտերի ժամանակ նկատելի էր մրցաձևով զբաղվող երեխաների ոգևորվածությունը։ Երեխաները շատ ոգևորված են մասնակցում, մենք կարողանում ենք տարվա մեջ մի քանի անգամ մարզային առաջնություններ եւ մեկ գավաթի հանրապետական առաջնություն եւ մեկ ուղղակի հանրապետական առաջնություն անց են կազմում։ Հիմնականում մեկ անգամ կազմակերպվում է Լոռու մարզում, մեկ անգամ կազմակերպվում է Երևանում, այնպես որ այս արդյունքները այնքան լավ են, որ երեխաները մեծ ոգևորությամբ են գալիս մասնակցում։ Տարին հաջող էր ոչ միայն հաղթանակներով, այլ նոր կադրերի ի հայտ գալով։ Մասնակիցների ներկայիս պատրաստվածությունը նույնպես գնահատելի է մարզիչների կողմից։ Մասնակիցների պատրաստվածությունը բավականին բարձր է, բավականին լավ ժամանակ են տրամադրել պատրաստվելու համար։ Այն դպրոցները, որոնք այսօր առաջի անգամ տարբեր մարզաձևերից առաջի անգամ են մասնակցում, բավական լավ սկսել են հանդես գալ MB կոմիտե եւ թիմային կատա մրցաձևերում, որի արդյունքները արդեն գրանցված են եւ ակնհայտ են։ Մրցաշարի հաղթողներն ասում են, հաղթանակը իհարկե հրաշալի է, բայց կարևոր են համարում առաջին հերթին մասնակցությունը։ Անհատական կատայից եւ թիմային կատայից գրավեցի առաջի տեղ, թիմայինը թիմայինով ու այսօրվա մրցույթը կայացած է, ոչ նրա պատճառով, որ ես եմ հաղթել, այստեղ չկան հաղթողներ եւ պարտվողներ, կարևոր մասնակցությունն է եւ ուժեղից կա ուժեղը։ Մոտենում է ամանորը, մրցաշարի ընթացքում հնչեցին նաեւ ամանորյա բարեմաղթանքներ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր վանաձորցիներին եւ հայ ազգին գալիք տոների կապակցությամբ, Սուրբ Ծննդի եւ Ամանորի տոների կապակցությամբ ցանկանում եմ գալիք տարվա մեջ նորանոր հաջողություններ, բարձր տրամադրություն, ամենակարևորը եւ ոչ մի այլ ազդեցությունների մեջ չմտնեն մեր ժողովուրդը, բավական է շատ չարչարանքներ տեսան եւ այս պատաններին դաստիարակելով մենք դա ենք ուզում, որ յուրաքանչյուր երեխա արդեն իր ապագայի մեջ տեսնի իր իսկական արժանի ապագան։ Մրցաշարի վերջում բոլոր հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով, տարին ամփոփելով մի շարք հաղթանակներով ու նոր նվաճումների սպասումներով։ Գևորգ Լերցյան, Արտակ Բրուտյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեր։